երամսակի համար։ Գիտեք, եթե դա մշտական լիներ, այսինքն մշտական պահանջային հարկի վերանայումը լիներ, հա, այսինքն այսուհետ եթե դուք ուզում եք 5%-ից ցածր հարկ վճարեք, տվյալ պարագայում գույքագրում արեք ներկայացրեք, միտեղ կարելի էր ասել, հա, բայց այդ երկու երամսակի համար պետք է իրանց բնականon աշխատանքը թողեն, սկսեն գույքագրում կատարել։ Նայեք, իրանք արձագանքում են, որ ցանկացած բիզնես ունի իր տետրակում գրած, հա, թե ինչ ունի, բայց տետրակում գրածը, ես ինքս աշխատում եմ տնտեսվարողների հետ, տետրակում այո, գրառումներ ունեն, համակարգիչներում գրառումներ արած ունեն, բայց այդ գրառումները բավարար չի։ Նրանք պետք է այդ գրառումները արձանագրեն իրենց փաստացի մնացորդի հետ եւ տրամադրեն հարկային մարմիններին։ Այսինքն միայն գրառումները բավարար չէ։ Եվ այդ փաստացի գույքագրումն անեն ուղարկեն, դա մի քանի օր իրանցից պահանջվում է, ելակետային տվյալներ են տրամադրում հարկային մարմիններին, ինչի համար, որ իրանք երկու եռամսյակ ընդամենը ոչ թե հարկ վճարեն 1%, այլ վճարեն 5% ենթադրենք։ Այսինքն այստեղ այդ օրենսդրական փոփոխությունը կարելի ասել երկրորդ անգամ իշա պետությունն է եղել։ Հիմա մարդիկ հասկացել են, որ օրենսդրական փոփոխությունը ամենևին իրենց ուզածը չէ, նորից ոտքի են կանգնել եւ նորից պահանջում են խելամիտ փոփոխություն անեն եւ վերանայումներ կատարեն։ Դուք նշեցիք, որ կազմակերպիչներից եք այս ամենի։ Այո, հաշվապական եւ իրավաբանական ընկերություններ, հաշվապական ընկերությունների մասով ես ինքս նախաձեռնել եմ անցած շաբաթ ասուլիս ենք տվել եւ հրավիրել ենք բոլոր հաշվապաներին, որպեսզի այսօր ներկա լինեն փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Ուղղակի ժամանակատված այսօր այնպեսին է, որ հաշվապական ընկերությունը մեր տարեկան փակելու ժամանակատվածում է, մասնակցության մի քիչ թեթևը դրանով է պայմանավորված։ Տնտեսվարողներից շատերը նշեցին, որ անտարբեր են մնացած տնտեսվարողները, օրինակ Մալազիայի շուկայի տնտեսվարողները, R&G տնտեսվարողները, ինչ եք կարծում, ինչու՞մն է խնդիրը, չեք փորձել իրենց էլ դիմել, որպեսզի միանան եւ խնդիրը ավելի մեծ ուշադրության արժանանա։ Տեսեք, շատերը իմ սուբյեկտիվ կարծիքով շատերը կարծում են, որ օրենսդրական փոփոխության արդյունքում կկարողանան աշխատեն, շատերը արդեն դադարեցրել են գործունեությունը եւ հիասթափված են մեզ, մի մասը այսօր այստեղ են եւ կան մեծ զանգված, որոնք որ կարծում են կարողանան ստվերը ավելացնելով շարունակել իրենց գործունեությունը իրականացնել, բայց դա խաբկանք է, որովհետև եթե ստվերը կարծում են ավելացնելու են, նույն հաշվապական ընկերությունների մասով, որոնք շատերը կարծում են, որ հուլիսի 1-ից թեր հայտարարագրումների արդյունքում, պայմանագրային արժեքները կեղծելու արդյունքում կկարողանան աշխատել, որովհետև լրացուցիչ հարկային 30% բեռը գրեթե անհնար կլինի։ Կարծում եմ, որ իրանց այդ հանգստությունը հետագայում շատ թանկ է նստելու իրենց վրա։ Ստորագրը հավաքել է իրականացել, որը պետք է կառավարությանը փոխանցվի։ Դուք ինչ եք կարծում, արդյոք այդ ստորագրությունները ինչ-որ բան իզորու են փոխել։ Դե տեսեք, շատերը հարգելի պատճառներով այսօր այստեղ չեն։ Բնականաբար դա գործիքներից մեկն է, որ պետք է ստորագրավակ իրականացնեն։ Եթե կառավարությունը ստացվում է, որ քննարկումների արդյունքում ցանկացած ֆորմատում բարձրաձայնած մեր խնդիրները, որոնք բարձրաձայնում ենք, լսելի չի, դրա հաջորդ գործողությունը մնում է այն, որ մենք հետագայում ես ինքս քաղաքականացված չեմ, բայց հետագայում մնում է մեզ մի բան, հետագայում ընտրություններին կամ միջ ընտրությունները բնականաբար ընտրել այնպիսի կառավարություն, որը որ կլսի մեր կարծիքները եւ հաշվի կներսի մեր օբյեկտիվ քննադատությունների հետ։ Շատերը խնդրով պայմանավորված փողոց են փակում, անհնազանդության ակցիաներ են անում, օրինակ պատրաստ եք միանալ։ Տեսեք, ես քիչ առաջ նշեցի, որ այս ձևաչափով խնդիրները բարձրաձայնելը ամենևին ինձ հոգեհարազատ չի, սակայն մի քանի ամիս է ինչ մենք ակտիվ քննարկումներ ենք իրականացնում, հանդիպում ենք կառավարության աշխատակիցների հետ, բարձրաձայնում ենք մեզ մտահոգող հարցերը, մենք ասում ենք, գիտեք ինչ կա, եթե դուք օրենսդրական փոփոխությունը կատարում եք, եթե կարողանում եք մեզ հիմնավորել, օբյեկտիվ պատճառ ներկայացնել, թե ինչի համար եք հարկերը բարձրացնում, ինչի համար է ընտրվել հաշվապական եւ իրավաբանական ընկերությունները, որոնք պետք է աշխատեն ընդհանուր հարկման դաշտում, եթե հիմնավոր պատճառներ բերեք, մենք հաջորդիվ քայլեր բնականաբար չէինք իրականացնել, այսինքն չունեն այդ հիմնավոր պատճառները, մեր օբյեկտիվ քննադատությունները նույնպես չեն լսում, ստիպված արդեն այս գործողություններն են կատարում։ Բնականաբար եթե լսելի լիներ մեր ձայնը, մենք այսօր այս գործողությունները չէինք իրականացնի։ Եվ ստիպված շարունակվի ձեր ձայնը չլսվել։ Եթե շարունակվի լինի մեր ձայնը չլսվել, տեսեք, կարծում եմ դրա ամենա պատճառներից մեկը այն է, որ իրենց համար մտահոգող պատճառներից մեկը այն պետք է լինի, որ
Արդեն իսկ ընտրությունների ժամանակ մենք տեսնում ենք բավականաչափ ձայներ չեն հավաքում, այնինչ առաջին անգամ ընտրություններին այսօրվա կառավարությունը հավաքել է կարծես թե 80% եւ ավելի ձայն եւ հաջորդ տարվա ընտրություններին բնականաբար ձայները նվազելու են եւ կասկածի տակ կլինի արդեն նրանց հաջորդ կառավարման հարցը։